ուրիշ բան Ռուսաստանը ինչ անում։ Ռուսաստանը ինչ որ անում է հիմա ընտրություններում։ Եկեք այդ նույնը մի 5-6 տարի է անում է։ Անկախ Հայաստանում այդ փուլում ընտրություն է, թե չէ։ Ինչ է անում, այ ձեր ընկալման։ Ինչ է կատարում։ Հայաստանին մանրադրամի պես օգտագործում է արևմուտքի հետ իր հարցերը կարգավորելու համար։ Այս առիթունից ասեմ, որ ինքը Նիկոլին հանձնարարել է, որ արևմտամետ խաղա մենակ մի բանի համար, որ Կովկասում երկրորդ ճակատ չբացվի, որտեղ Կովկասում երկրորդ ճակատը միայն Ադրբեջանի հարձակումն ալնելու Սյունիքի վրա, Հայաստանի վրա, որին ինքը չի կարող adekvat պատասխանի Ռուսաստանը ու դրա հետևանքները իր համար աղետաբեր են լինելու։ Ասենք Ադրբեջանը ինչ էլ անեն չի հարձակվի Վրաստանի վրա, չի հարձակվի Պարսկաստանի վրա, չի հարձակվի Նախճեվանից Թուրքիայի վրա, բայց Հայաստանի վրա շատ հեշտությամբ կարան հրահրեն հարձակվի ու դա կլինի Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ։ Դրա համար ինքը Նիկոլին հանձնարարում է, որ արևմտամետ խաղա։ Բա այս պատժամիջոցները ինչի մասն են։ Էտա, եթե ես նորը շրջապատում եմ, եթե Ռուսաստանը ուզեր Նիկոլին տապալեր, ինքը պատժամիջոցները պետք է սկսեր առնվազն ապրիլի սկզբներից, որ դրա հետևանքները ի կոնդիցիայի հասներ ընտրական փուլի նախօրյակին ու հասարակությունը տենար թե ինչ հետևանքներ ու աղետ կարա լինի սոցիալական առումով իհարկե, թեկուզ մենք 90-ականներին ցուրտ ու մութ ու սովել ենք տարել, ես ասենք երբեք էլ չեմ կարևորում ստամոքսը, բայց ամեն դեպքում փաստերն է, որ հաջորդի զգալի մեծամասնությունը ընտրած զանգվածը ինքը հելնում ստամոքսային հոգեբանությամբ, դա մարդկային է, ես չեմ էլ մեծ հաշվով դատապարտում, ու եթե նա ուզում էր, որ ասենք Նիկոլին հասարակությունը չընտրի, նա պետք է վաղուց աներ հետևանքները այսօր զգային, ոչ թե մայիսի 25-25-ից սկսեր, մինչև ժողովուրդը պատկերացնի լիարժեք հետևանքները, Նիկոլը կրելու է։ Հա կարող է մի 10% կորցնի, մնացածը կեղծիքով, Պուտինի օգնությամբ կեղծիքով անցնելու է։ Դա էլ ինքը այդ ականները դնում է, առիթունեցել եմ ասեմ, դնում է նախ եւ առաջ Նիկոլին օգնելու համար, ինչ իմաստով ասեմ, երբ որ վաղը տրիպ մրիպ խաղաղության թուղթ բանալի, ստեցույցեր ալնելու, հետընտրական բախումներ ալնելու, ասենք ենթադրենք, ինքն արևմուտքին ասելու է մի հատ ժամանակ տվեք, բան մի քիչ կարգավորեմ, կայունացնեմ, կամ ստորագրեմ բան, մի քանի ամիս կամ մի տարի տենց կարող է շահի Նիկոլը, հետո որ արդեն էլ պրծնի այդ ֆակտորը, այդ գործոնը ֆակտորը ինչա ձեր գործոնը։ Հա, Պուտինը նաև դա այդ դժգոհությունը, որ ինքը հիմա դրել է որպես ականը, այդ վաղ տապալելու է Նիկոլին, բերի մի հատ նոր ֆիգուր, որն էլի մի 6 ամիս, մի տարի տարուկ է ժամանակա շահելու, ասելու է ժամանակ տվեք համ այդ փաստաթղթերին ծանոթանամ, համ իմ բանը ինստիտուցիոնալ վերահսկողությունը ապահովեմ երկրում բան, որ կարողանամ գամ, ասենք Պուտինը ժամանակա ձգում, հենց որ այդ ինչ որ հիմա սարքում է, ինքը սարքում է երկսայր սուրի պես էլի, ասենք եւ Նիկոլի օգտին եւ Նիկոլի դեմ, կախված դրանից իսկ